Ես ես մի հատ բան հիշացնեմ։ Հայաստանում հայրենիքի համար կռվելու եւ մեռնելու իրավունք ունեցել միայն ազնվականը։ Միայն ազնվականը, նա Ռամիկին չի թողել դրան մոտենա։ Ասել է Ռամիկն ով է, որ իմ երկրի համար հանկարծ ինքը ջանք թափի, ինքը աջուն թափի։ Դա իմ պարտքն ու պարտականությունն է։ Պատկերացեցիք, դա մատ հայոց այջուձին ինքը եւ հռոմեացիների դեմ կամ հռոմեացիների հետ ուրիշի դեմ եւ պարսիկների դեմ կամ պարսիկների հետ ուրիշների դեմ եւ բյուզանդացիների հայոց այջուձին եղել է անպարտ, որովհետեւ այս որակի եւ այս հոգեբանության մարդիկ են կռվել այնտեղ։ Դա եղե պատճառը, որ Ալեքսանդր Մակեդոնացին չի մտել Հայաստան։ Չի մտել, որտեղ հասկացել է, այս տարածքում ինքը այնքան զոհ է տալու, որ կարող չհասնի Հնդկաստան։ Որովհետև արդեն Պարսկաստան մտնելուց, քանի որ Պարսկաստանի կողմից կռվում էր հայոց այջուձին, ինքը մեծ խնդիրներ ուներ, ու ինքը ավելի չեկավ Հայաստան, որովհետև ինքը եթե գար, ես ասում, ինքը չէր հասնելու Հնդկաստան։ Այս հոգեբանությամբ հայկական այջուձին է եղել։ Իսկ հիմա հալմատ նայեք ինչ է մեր բանակը։ Մեր բանակը հայկական բանակը, այսօր վիճակով, դա աղքատների եւ թշվառների բան է, հանգրվան է։ Հալմատ նայեք բանակի հատկացող վերաբերմունքը, գումարները, ամեն ինչը եւ ոստիկանությունը։ Զգացիք տարբերությունը։ Վերադառնալ մեզ նշանակում է վերարժեքավորել Հայաստանի անկախության հայրենիքի համար ծառայություն մատուցելու պատիվը, որը ոչ թե Ռամիկի գործն է, այլ արիստոկրատիայի, ռազմական արիստոկրատիա կլինի, չգիտեմ, ասպետներ կլինեն, դրանք ասպետներն են, ասպետ բառը որտեղից է գալի։ Ռամիկը չէր կարող ասպետ լինել։ Ասպետականությունը այդտեղից է գալիս։ Իսկ մենք ինչ ենք սարքել մեր բանակը։ Հայաստանում փոխվել այդ ամեն ինչը։ Հիմա երևի կասեք ոնց։ Դա էլ կասեմ։ Որովհետև 100 տարուց ավել Հայաստանը գտնվում է ռուսական ազդեցության տակ։ Հիմա ես ասեմ ռուսական բանակը իրանից ինչ է ներկայացել միշտ։ Դա պամեշիկների, դա սեփականատերերի, որոնք գեներալներ էին բանում, հա, թագուհու մոտ։ Անգրագետների մի խումբ, որոնք ունեին սեփական մարդիկ, սեփական։ Այդ զինվորները ազատ մարդիկ չէին։ Դրանց առանց դատու դատասանի կարային ծեծեին, սպանեին, ինչ ուզում էին անեին։ Դրանք այդ գեներալների սեփականությունն էին։ Սեփականությունը դրա մոտ ռուսական բանակում մարդու զոհ չի։ Մարդու զոհ չի, որովհետև այդ մարդը մարդ չի եղել։ Դա սեփական ապրանք է եղել։ Ես ուրիշ ավելի վատ բան ասեմ։ Մինչև 1917 թիվը, 18 թիվը, երբ որ Ռուսաստանը դուրս եկավ Անտանտայից, բոլոր պատերազմներում Ռուսաստանն եղել է Անգլիայի դաշնակիցը։ Այն որ այսքան չեն սիրում անգլիացիներին, 18 թվականից հետո չեն սիրում։ Մինչև այդ միշտ եղել է Անգլիայի դաշնակիցը։ Ռուսաստանը Անգլիայի դաշնակիցը որպես կռվում էր Նապոլեոնի դեմ դեռ 1805 թվականին, որտեղ Ալեքսանդր առաջին Իտալիան գերի ընկավ Նապոլեոնի մոտ։ Գերի ընկավ Ալեքսանդր առաջինը Նապոլեոնի մոտ։ Նապոլեոնը սիրուն վերցրեց, պատվով, բանով, գնա տուն։ Զինվորներին էլ զինեց, հագցրեց, հետ ուղարկեց տուն, ասեց քեզ մենակ մի բան եմ խնդրում։ Անգլիայից հեռու մնա, էլ չգա սին վրա։ Այդքան բան, որի իհարկե նա դրժեց հետո։ Եկավ հետ, դա գլուխի կերան, այդ Ալեքսանդր առաջինի ու գնաց։ Նորից Ռուսաստանը միացավ Անգլիային Նապոլեոնի դեմ։ Գիտեք նա ինչու։ Որովհետև Անգլիան Ռուսաստանի զինվոր էր առնում բարի ամենալայն, ամենաիրական իմաստով։ Հատը մի ֆունտով, իսկ ռուսական գեներալի համար զինվոր ինչ արժեք ուներ։ 100,000 զինվոր էին տալի, 100,000 ֆունտ փող ունեին։ Միս էին ծախում Անգլիայի վրա։ Սա է եղել ռուսական կայսրական բանակի արժեքներն ու ավանդույթները, որը հետո դարձավ բոլշևիկյան բանակը, որովհետև այդ նույն գեներալները, այդ նույն սպաները, հետո դարձան բոլշևիկյան սպաներ։ Հետո այդ նույն Վարաշիլովը, նույն Բյուզյոնին, դրանք բոլորը ցարական գեներալներ են եղել։ Բաղդամյանից սկսած,
այդ նույն տրադիցիաները, որ մարդը զինվորը մարդ չի, որ Ժուկովը հայտնի շատ լավ ձևակերպեց, բաբը еще нарожают։ Այս ամեն ինչը եկավ մտավ նաև Հայաստան ցավոք, որովհետև Հայաստանը ամեն ինչի մի մասն է 200 տարի։ Որտեղ բանակում ծառայելը դարձավ այն ոչ մարդու սեփականության, այն ոչ մի իրավունք չուներ։ Զինվորը ոչ մի իրավունք չունեցել։ Նրանք կարային սպանեին, նրանք կարային ծեծեին, նրանք ամեն ինչ կարային անեն, նա իրավունք չուներ, նա ապրանք էր, նա սեփականություն էր, ինչ-որ մեկի սեփականություն էր, բայց հայ մարդը երբեք սեփականություն չի եղել։ Հայ զինվորը երբեք սեփականություն չի եղել ոչ մեկի։ Պատիվ է եղել զինվոր լինելը, այսօր միլիցիա լինելն է պատիվ, որովհետև ինքը ավելի լավ աշխատավ Արցախստանում, ավելի լավ հագնված, ավելի լավ պաշտպանված, ավելի լավ սոցիալական փաթեթ ունի, իսկ զինվորին, որովհետև ինքը գաղութատիրոջն է պահում, զինվորը Հայաստանին, զինվորը հայրենիքին։ Դե հիմա այս Նիկոլ Փաշինյանի սիրողներին ընդամենը մի հատ հարցրեք։ Եթե ձեր համար արժեք է Հայաստանը, իրոք, դա արժեք է, ձեր երկիրը, ձեր կառավարությունը, ում վրա ավելի շատ փող ծախսում, զինվորի թե ոստիկանի։ Թող այդ հարցին պատասխանի, գնա մի բաժակ ժավել խմի ու քնի։ Դա կլինի լավագույն լուծումը այս ամեն ինչի։ Ինչ պետք է անել, վերադառնալ ինքներս մեզ։ Ինքներս մեզ, որտեղ բանակում ծառայելը դա արիստոկրատիայի պատիվն է եղել։ Եվ իրանք այն աղքատներին հեռու են պահել։ Ես չեմ ասում հիմա հեռու պահել, բայց վերաբերմունքը պետք է փոխվի։ Երբ որ մենք վերադառնանք ինքներս մեզ, հրաժարվենք այս սովետական, ռուսական, ցարական, ռուսական կեղտից, այս հակամարտկային վերաբերմունքից, զինվորի նկատմամբ, երկրի նկատմամբ։ Դուք պատկերացեք այդ երկիրը, քանի որ Ռուսաստանը ոչինչ չի ունեցել, ինքը հանքահունքային տարածք է եղել Անգլիայի համար։ Միջև, նույնիսկ եմ ասում, միջև բոլշևիկները։ Միջև իրանք Անտանտայից դուրս եկան։ Անգլիան երբեք սեփական զինվորին չէր ուղարկում այդտեղ կռվելու։ Ինքը խնայում էր։ Փողը տալիս էր, իսկ Ռուսաստանից քանի հազարակես պետք, քանի 100,000 զինվորակես պետք։ Այս Սովորովը էտել է չէ դրանցից։ 12-13 տարեկան աղջիկ երեխեքին, աղջիկ տղաներին ամուսնացնում են, որ շատանան, իրան զինվոր էր պետք, գլխականակ էր պետք։ Որ հետո վաճառեն, որտեղ ուրիշ բան չունեին անելու։ Այսինքն Ռուսաստանը ո՞նց էր ապրում։ Ռուսաստանը ոչ արդյունաբերություն էր, ոչ տնտեսություն էր, ոչ ճանապարհ ուներ նույնիսկ, ոչ մի բան չուներ։ Ինչ էր կարող վաճառել։ Փայտանյութ ու մարդ, զինվոր։ Այո։ Սա էր։ Հետո մի անգամից այդ բանը դարձավ թշնամի Անգլիան եւ Հայաստանում լիքը մարդկանց գլուխները մտցեցին, որ Անգլիան ձեր թշնամիներն է, թշնամիներն է։ Չնայած առաջին հանրապետությունով էր պահում, ով է զինում զինվորներին, ով է զենքով ապահովում, ով է ամեն ինչը անում։ Անգլիա, Բրիտանիա։ Բեխոսկով, հարցի լուծումն է սա է։ Եթե մենք կարողանանք վերադառնանք ինքներս մեզ, փոխենք այս ամեն ինչը, ուղղակի մի գիտակցենք, էլի, հիմա ես վստահ եմ լիքը մարդ սկսեց մտածել, ոնց թե մեր ուրեմն ազնվական տաները համարել են, որ հայրենիքի համար ծառայելը դա իրանց պատիվն է եւ չեն թողել, որ ռամիկը մոտենա, հա, որտեղ դա գիտություն էր, դա ռազմական գիտություն է, այդ հող մշակողին դու տաս, ուրիշ բան որ չկա աշխարհազորն էլ է միանում, դա մոտ կա աշխարհազոր նաեւ Այդ աշխարհազորը, երբ որ արդեն հայրենական պատերազմը մեծ պետք է ինչ-որ մի բան անել, այդ ժամանակ աշխարհազորն էլ միանում, որ այն ժամանակ կարող է հոգևոր դասնել միանալ, ինչպես Սարդարապետի ժամանակ միացավ։ Սարդարապետը հաղթել է աշխարհազորը, որովհետև մաթեմատիկները, կառավարությունը, զինվորականները հանձնվել էին, ասում են իրանք շատ են, մենք քիչ։ Սա չի լինի, չնող բան է։ Երբ որ աշխարհազորն ասեց, ինձ ձեր մաթեմատիկան չի հետաքրքրում, որովհետև իմ հոգևոր հայրը Գևորգ 5-րդը ասում է կամ մահ կամ ազատություն։ Պարզվեց կա ազատություն, որը մաթեմատիկական բոլոր հաշվարկներից դուրս է, ինքը պետք է չլիներ։ Ոնց որ հաշվարկներից բոլոր հաշվարկներից դուրս է, որ Հայաստան կարող է լիներ։ Ոչ մի տրամաբանական բանաձևերի մեջ չի ստացվում, որ բանաձևի մեջ դնում ես, այս անկումները, այս պատերազմները, այս արևանները, Հայաստան պետք է չլիներ լավ։ Բայց կա։ Բայց նույնիսկ եմ ասում Հիմա մեր խնդիրը պետք է լինելու դնվի
ոչ թե չվերանալ, չթուրքանալ, չէ, դառնալ են այն ոզնին, որ ով մատով կպնի, ամիսներ հետո ինքը սովից սատկի ուղղակի։ Սա է պետք։ Ոնց որ այդ առյուծը, որ միամիտ կարող է խփել այդ բանին, ոզնում։ Եթե իհարկե խելքի չհասնել, որ չի կարելի։ Իր քաշին եւ չափին չխափնվես։ Հա, ինքը ամեն դեպքում ինքը ոզնի է։ Ինքն էլ իր արժեքն ու նշանակությունն ունի անտառում եւ իրան չի կարելի դիպչել։ Իսկ մինչև չհասկանանք դա եւ չվերադառնանք ինքներս մեզ, չփոխենք մեր վերաբերմունքը, չի աղքատների բանակը լավ չի կրվում։ Ասում է армия рабов не может воевать. Армия рабов, դա համար երբ որ սկսեց պատերազմը Ռուսաստանի Ուկրաինայի, մի մարդ ասեց армия рабов не может воевать. Ստորուկների բանակը արդյունավետ երբեք չի կարող կռվել, որտեղ ինչի համար նա կռվում։ Ինչի համար, ո՞րն է իր մոտիվացիան։ Հələ մոտիվացիայից բացի ունակություններ է պետք։ Մոտիվացիա եւ ունակություն։ Ինքը չունի ոչ մոտիվացիա, ոչ ունակություն։ Մենք դարձնում ենք մեր բանակը, հենց այդ լուսանցք մղվածների, աղքատների, որոնք չեն կարողանում երեխեքին ազատեն բանակից, այդպես բանակ ենք դարձնում ենք։ Ռուսական մոդելով։ Իսկ մեր բանակը տես չի եղել։ Դրա համար էլ ինքը ուժեղ է եղել։ Դրա համար էլ արաբները կարողացան Սասանյան Պարսկաստանը գրավել, կրոնափոխանել, Հայաստանը չկարողացան։ Հայաստանը չկարողացան, արաբները մի ամբողջ Պարսկաստան կարողացան գրավեն, կրոնափոխանեն, Հայաստանը չկարողացան։ Հայկական այուձի դեմ չկարողացան կռվեն ուղղակի նրանք։ Դրա համար մեր Թեոդորոս Ռշտունին, չգիտեմ, պատմությունը գիտեք թե չէ, դարձավ դաշնակից արաբների։ Դաշնակցական պայմանագիր կնքեցին, արաբները չմտան Հայաստան, Հայաստանը սկսեց իրենց հարկեր վճարել, բայց պահել Հայաստանը, որ ոչ մի արաբ չմտնի դեր։ Հետնել ռազմական դաշին կնքեցին արաբների հետ։ Արաբներն սկսեցին հայկական զինված ուժերը իրենց հաշվի պահել։ Պատկերացնում եք Հայաստանը հարկ էր մուծում արաբներին, ոնց որ турք։ Ռազմական դաշինք ունեին իրար հետ, արաբները պահում էին հայկական զորքերին, արդեն ընդհանուր բանից, բյուջեից, որը իհարկե ահա որ դուրս չեկավ այն ժամանակվա կաթողիկոսին եւ ամեն ինչ արեց, որ Թեոդորոս Ռշտունին սպանեն, որովհետեւ անհավատների հետ ինքը պայմանագիր էր կնքել։ Այսինքն նույնը ոնց որ Կիլիկյան թագավորություններ կարողացել դառնալ անառիկ բերդ, որ մողոլները որ ամբողջ միջև Եվրոպա գրավել էին, չմտան Կիլիկիա։ Կիլիկյան Հայաստանը մողոլների հետ ռազմական պայմանագիր ուներ։